մեր պատմությունը հասկանալ, իմանալ ճշմարիտ է, առանց պատմության մարդ չի կարող լինել, ազգ չի կարող լինել, այն ժողովուրդը, որ կորցնում է հիշողությունը, դատապարտված է։ Այս իմաստով ես խոսքեր չեմ գտնում գնահատելու այս ֆիլմը, շատ մեծ աշխատանք է, թող ներեն ինձ շատ կարևոր եւ այսօր էլ իր դերը խաղում է մեր ժողովրդի կյանքում, այսօր էլ հնչում է ինչպես առաջին անգամ։ Հրամանատարին ասա, որ աշխարհքում չի ճարվի մեկ հատիկ հայ, որ ելնի ռուսատ զորքերու գաղտնիք հայտնի ասկյարին։ Ասա կեղնի, որ հայն իրեն դավաճան է։ Հմը հայը ռսին չի դավաճան է, ու չի դավաճանի, պամպուշ դուր։ Դայցի։ Ֆիլմի ազդեցությունը մենք կրում էինք, տեսել էինք, մեր այդյան կանչով, մեր ժառանգությամբ, մեր գենոֆոնդում նստած է պատերազմի գենը, հայրենիք վերադարձնելու գենը կա մեր գենոտիպում, մեր մոլեկուլների մեջ երբեք դա չի սպանվի ու պիտի գնա, բայց մնացած արևելյան Հայաստանը, երբ որ ժողովուրդը, երիտասարդությունն ու մեծերը տեսան այդ ֆիլմը, նրանք նույնպես նրանց մղեց դեպի մեծ նպատակներ։ Եթե մենք այսպես ասում ենք, թվում է, որ այդ ֆիլմը այնպիսի ազդեցություն չի ունեցել, բայց սարսափելի մեծ ազդեցություն ունեցավ։ Հիշեք Ստյոպա Պողոսյանի, երբ որ կոմիտեի նախագահ էր, ամբողջ Սասնապարերը, երգերը գրավեց հեռուստացույցը։ Դա մեծ ցնցում է, դա մի հրաբուխ էր։ Հրաբուխի արդյունքը Ղարաբաղյան պատերազմի անզուգական մեծ հաղթանակն էր։ Տեսակ ինչ տեղի ունեցավ։ Հենց առաջին օրերը ստեղծվեցին ջոկատներ։ Վերականգնվեց այն, ինչ որ կար Արևմտյան Հայաստանում, ու ջոկատները անվանվեցին այն ֆիդայիների, այն սրբերի անունով, որոնք խաչեր են երկնքում։ Սա Արմենակի զենքն է, Խևո։ Այս զենքի տերը, որ նահատակվեց, հերոս էր։ Նահատակ հերոսի և նրա զենքի պատիվը բարձր պահիր, Խևո։ Գլակ։ Օր բարի, Գևորգ, օր բարի քեռի մանուկ։ Համիդիեն ճամփա ելած է։ Ինձ համար շատ դժվարին նկարանում է եղել այդ խելագարման տեսարանը, երբ նստած եմ ուրեմն ավերակների եկեղեցու ներսում, նստած եմ կողքերս այրված այդ մագաղատներն ու գրքերը և Ձորի Միրոն Սոս Սարգսյանը մոտենում է ինձ գլակը չկա այլևս։ Այդ տեսարանից հետո ես չգիտեմ ինչ ոգի մտավ իմ մեջ, ինչպիսի մի լարում ու չգիտեմ, չեմ կարող դա բացատրել, անբացատրելի է, բայց գիտեմ, որ այդ տեսարանից հետո, երբ որ Ժիրայր Գրիգորիչը հրահանգ տվեց, ստոպ, նկարված է, մի հատ խորը շունչ քաշեցի ու պոկվեցի մի անկյուն ու սկսեցի բառացիորեն հեկեկալ։ Գրիգորիչը լսում եմ, ասում է, թե լավ, թողեք հանգիստ, թողեք իրեն հանգիստ, այդ ձայնը լսում եմ, բայց չեմ ուզում իրենք ինձ տեսնեն, որ ես վատ եմ զգում, բայց մի 5 րոպեից հետո քիչ ուշքի եկա, այսինքն այդ տեսարանը շատ ավելի պատասխանատու էր այդ օրը, գիշերը այդ
անքուն գիշերից հետո առավոտյան պատրաստվելը, ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չի գալիս իմ աչքի առաջ, միայն ու միայն այրված գրքերն են, գիտեմ, որ պիտի նստեմ այրված գրքերի մոտ, արդեն մուր դարձած, որոշ գրքեր կարող եմ արդեն ոչ թե գիտակցորեն, այլ բնազդորեն հանգցնում եմ կրակը, արդեն վառված գրքի կրակը, դնում մի կողմ, հանգցնում եմ դնում մի կողմ, չէի, այնքան, ինչ ասեմ, այդ տեսարանը այնքան շատ ավելի երևի չէ հաստատ այդպես է, հոգի պահանջեց, քան գիտակցություն։ Գնակ, իմ հարոտ որդին ուր է։ Ուր է։ Գնակ, երեխեք ինչ եղան։ Ձորիմիրո ֆիլմը ինձ համար շատ մի թանկ դրվագ է, շատ հարազատ մարդիկ են աշխատել այդ ֆիլմում, ռեժիսորը, դերասանները, Մուշեղ Գալշոյանի այդ գործը ցավոք ես կարդացած չէի, երբ ինձ առաջարկեցին Խութեցի, Հարսի, Նարեի դերը։ Հիմա այս տարիքում հասուն արդեն ավելի ինֆորմացված, ավելի կարդացած, բազում հաղորդաշարերից հետո ես կուզեի, որ հիմա ինձ առաջարկեին այդ դերը, ես լրիվ ուրիշ տեսակ կմոտենայի, լրիվ ուրիշ կողմերից կբացեի այդ դերը, իսկ այն ժամանակ 27-28 տարեկան աղջնակ էի, երբ առաջին անգամ ասեցին, որ հաստատված ես, ինձնից երջանիկ մարդ չկար աշխարհում, ասեցին, որ ֆոտո փորձերից հետո այդ դերում դուք պետք է նկարվեք, եւ մինչև նկարվելը մտածում էի, ես կարող եմ, դա ինձ համար էր, ես այդ դերի վրա ինչպես պիտի աշխատեմ, կարող եմ տակից դուրս գալ, որովհետև պատասխանատու դեր էր, որովհետև ես պետք է նկարվեի Սոս Սարգսյանի հետ։ Մեղակ ես Տեր Աստված։ Յա, Խութեցի Հարսը չէ։ Խութեցի Հարս։ Չեմ հիշի աղբեր։ Էրգրում մճքարանձավին հանդիպեցինք։ Խութեցի Հարս, քո առաջ մեղք ունենք, ներող քեղնիս,
Քոթեցիած։ Քո անուն ինչպես է։ Նարե, Նարե խանդուտ։ Նարե խանդուտ։ Լավ անուն է։ իմերիկ նմանապես իմ անվան հավան էր։ Դրանից հետո ուրեմն պետք էր սցենարներին տեղ տայինք։ Եվ ստեղծվեց ուրեմն սցենարական առաջի երկրորդ ֆիլմեր եւ երրորդ չորրորդ ֆիլմեր։ Այս 4-ը միասին անում էին 2 սերիա։ Առաջի ֆիլմի մեջ մտնում էր 2 մաս։ Այս 2 մասը ես նկարել եմ։ Շարունակությունը պետք է լիներ երրորդ չորրորդը, որի սցենարը գրել էինք արդեն 3 տարբերակ էին կարել, արդեն պատրաստ էր նկարվելու, այս մեկը թույլ չտվեցին։ Այսինքն ֆինանսավորող չեղավ։ Իշխանությունները փոխվեց, երկիրը ինչ որ բաներ տեղի ունեցան, խառնվեց իրար, կաշ դարավ, էլի իսկականից դեռ էլ ուրիշ հնարավորություն չկա, դի սպասեինք ֆինանսավորողի։ Եվ այդպես ես անընդհատ տարբեր առիթներով, էլ ռադիոյով, էլ հեռուստատեսությամբ ելույթներ եմ ունեցել, անընդհատ մտածելով, որ մեկն ու մեկը ձեռք կմեկնի, մեկն ու մեկը կասի, բայ այդպիսի բանը շարունակությունը ֆիդայում դի միջև վերջ գնա հասնի իր նպատակին։ Մոտ 30 տարի անցել, բայց այն վերաբերմունքը, այն պատասխանատվությունը, ինչ որ ունեի այն ժամանակ եւ ինչով էր լցված, ինչ եւ էնտուզիազմ, եւ նվիրում, եւ հոգու նվիրում, այդ ամենը իհարկե հիմա հետադարձ հայացքով որ նորից վերադառնում եմ այդտեղ, այդ նվիրման կարծես թե կայծը փոխանցվում է այսօրվան։ Հիմա մենք շատ խճճված ժամանակներ ենք ապրում, շատ դժվար ժամանակներ ենք ապրում եւ տեսեք աշխարհում մեկ ընթացք է գնում եղերնը ճանաչելու։ Ճիշտն ասած լալկանություն շատ են կարել, բայց դա էլ բացատրելի է, այդ չէինք կարող այդ ցավից այդպես հեշտ ազատվել։ Հիմա մարդիկ կան, որոնք ասում են մոռանանք, ներենք եւ այլն։ Նախ մեզնից ներողություն խնդրող չկա, որ ներենք, սկսենք դրանից։ Երկրորդը Թուրքիան Ադրբեջանի բերանով ասում են, որ մենք պետք է ձեզ ոչնչացնենք։ Հիմա ինչ ներելու մասին է խոսքը։ Ես շատ կատեգորիկ դեմ եմ լացկանությանը եւ տեսեք Ձորեմիրոյում լացկան որևէ բան չկա, փսլնկոտ որևէ բան չկա, կա կյանքի ընկալում դաժան, կյանքի ընկալումը, փաստի ընկալումը եւ կա դրա դեմ պայքար։ Այսինքն կա առնական մոտեցում այս հարցին, այո, բայց մենք պայքարելու ենք։ Հիմա այսօր Ձորեմիրով ֆիլմը նաեւ պետք է հիշեցնի մեզ, որ այդ սոսկալի անմարդկային գազանությունները կատարվել են։ Երբ որ ասում են ինձ եղերն, ես ոչ թե հիշում եմ Վանը, ոչ թե հիշում եմ Ղարսը, իմ մեջ արթնանում են ճիչերը 100 հազարավոր կանանց, երեխաների, համարտկանց, որոնց խոշտանգել են, ես չեմ ուզում այդ օգտագործել շատ բառեր, որոնց ոչնչացրել են, մորթել են եւ այլ։ Այդ ճիչերն են օդում, երկնքում, մեր մթնոլորտում կան ու դրանք չեն ների մեզ, եթե մենք մոռանանք, եթե մենք ներենք, այդ Ձորեմիրոն դրա հիշեցումն է։ Երգրի ու հողի կորուստ ծանր կորուստ է հարուտ։ Հիմա հողն անմահ է։ Հողն իր տիրոջ արնակիցն է ու կսպասե։ Հողն անդարձ կորուստ չէ։ Ես կուզենամ, որ գոնե յուրաքանչյուր հայ մի կաթիլարյուն նվիրի իր հայրենիքին, իր նպատակին, որովհետև կարոտն է ծնում ոգին։ Եթե կարոտը կտրվեր, կարոտը շարունակեց կինոն, որովհետև սասուն տեսնող մեծերի եւ մեր սերունդի միջև ճեղք կառաջանալ։ Հենց այդ կարոտը վերանար, իսկ եթե կարոտը վերանար, ոգին կվերանա։
կարոտն է ծնում ոգի։